Շահան Շահնուր, իսկական անունը Շահնուր Քերեսթեջյան, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է։ Ծնվել է 1903-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ 22 թվականին Օսմանյան կայսրության փլուզման տարում Բերբերյան վարժարանի փայլուն շրջանավարտ Շահնուրը, որ այն ժամանակ զբաղվում էր նաև լուսանկարչությամբ, տեղափոխվում է Փարիզ։ Առաջ, արև, ապագա և այլ պարբերականներում գրական փորձերից հետո 29 թվականին Շահնուրը լույս է ընծայում իր առաջին վեպը՝ «Նահանջ առանց երգի», որի առանցքային թեման է սփյուռքահայերի հեռացումը հայկական արմատներից և մշակույթից։ Հայերին զգաստանալու ուղղված այս կոչը ոչ միանշանակ ընդունվեց։ Հիացական կարծիքների հետ միասին վեպը նաև քննադատության արժանացավ ծայրահեղության և հարցերը միտումնավոր սրելու պատճառով։ Վեպի որոշ հատվածներ նույնիսկ համարվեցին անբարոյական այն ժամանակների չափանիշներով։ Հայը ունի լավ նկարիչներ, բայց ոչ նկարչություն։ Հայը ունի լավ դերասաններ, բայց ոչ թատերկություն։ Հոգնիլ չկիցող ճամփորդներ, բնավնավաբեդ։ Հայը ունի զմայրելի բանաստեղծներ, բայց ոչ քրականություն, ասվածներ, ոչ դիցապանություն։ 28-ից 32 թվականներին Փարիզի համալսարանի գրականության բաժնում սովորելուց հետո Շահնուրը ծանր հիվանդանում է և ստիպված տեղափոխվում Ֆրանսիայի հարավ։ Այստեղ գրում է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն, որով և վերջնականապես դասվում է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքին։ 1945-ին Շահնուրի առողջական վիճակը մասամբ բարելավում է և սկսվում է նրա գրական կյանքի առանձին մի շրջանը, որտեղ նա Արմեն Լուբեն կեղծանվամբ սկսում է գրել ֆրանսերեն բանաստեղծություններ, այսպիսով իր ուրույն դերը զբաղեցնելով նաև ֆրանսիական գրականության մեջ։ Հայերեն գրելուն Շահնուրը վերադարձավ 56-ին, սակայն առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում մեծ ծավալով ստեղծագործել։ Ուստի այդ շրջանում լույս են տեսել հիմնականում պատմվածքներ և էսսեներ։ Ծանր հիվանդությունը Շահնուրին վերջնականապես հաղթեց 1974 թվականին, աճյունը ամփոփված է Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Մարդիկ չեն դարաբիր, այլ իրենք զիրենք կդարաբեցնեն, իրենց անձը կդարաբեցնեն, որովհետև չեն գիտեր, թե հագաստելու համար պետք է տեսնել, վայելելու համար պետք է ճանչնալ և դիրանալու համար պետք է դալ։ Քեղեցիկ հոգիմը վայելելու համար պետք է քեղեցկացածը լալ։ Ազնվական կյանքը գնահատելու համար պետք է նույն բարձունքին ասածը լալ։ Եվ նույն բարձունքին հասնելու համար պետք է ճանչնալ ինքզինքը։